Ես կարծում եմ, որ իրազեկման տեսակետից ճիշտ կլինի նաև եթե մենք կարողանանք վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման դեպքերի քանի տոկոսում է, որ արձանագրվում է հիվանդության հաղթահարում եւ բուժում, որովհետեւ դա էլ կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ նույն քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է եւ հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը եւ այդ առումով այս ծրագիրը իսկապես կարեւոր է եւ նաեւ այո ճիշտ նշեցիք, ցավոք կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն, իհարկե առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով այս խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Շատ լավ, եթե լրացնելու բան չունեք։ Ուղղակի ավելացնեմ, պարոն վարչապետ, որ վերջին տարիների միջամտությունները այդ սկրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել եւ մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է, եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։